Առաջ ես շատ մեծ տեղ էի տալիս ժամանակի կառավարմանը, երբ որ հայտնաբերեցի այդ ամեն ինչը հրաշալի էր։ Ես գրում էի առավոտյան արտանում եմ ժամը 7-ին, ժամը 1-ին ես գնում եմ խանութ, ժամը 2-ին ես զանգ եմ անում գործընկերների հետ, ջրում եմ ծաղիկները կամ խնամում եմ։ Իսկ հիմա ես մեծ տեղ եմ հատկացնում նաև էներգիայի պլանավորմանը։ Այսօր ես երգ չխմբի էի։ Եվ հավատացեք, էներգիան այնքան կարևոր է, որ նույն գործողությունը, որը ես հիմա կնստեմ եւ կանեմ 1 ժամում, եթե ես չունենայի էներգիա, ես կանեի 5 ժամ։ Շատ կարևոր է հիմա պլանավորել նաև էներգիան եւ հասկանալ ինչն է կյանքում կարևոր, որովհետեւ եթե դու բաց թողես քո համար կարևոր բաները կյանքում։ Օրինակ, եթե տանը չկան կանաչ բույսեր, ես դրանից պակաս էներգիա ունեմ։ Իմ համար դա այդպես է։ Դրա համար ես մեծ տեղ եմ հատկացնում այս ժամանակին, որը ես ծախսում եմ բույսերը խնամելու վրա, որովհետև եթե իմ սենյակներում չկան սենց բույսեր, հավատացեք, էներգիան տեղում չի։ Մեկը կարող է շուն ապահում իր աշան հետ, ես տեսնում շատ շատերը դրսում քայլում են, իմ համար չէ, բայց մեկը կա ասում է, ես պետք է անպայման շոփինգ անեմ, կստати ես էլ եմ սիրում շոփինգ, ինչպես երևի թե ցանկացած կին սիրում է։ Այդպես ընկերներ, սկսում ենք պլանավորել էներգիան։ Այսօր երեկոյան հանդիպում կա իմ գործընկերուհու գոլեգաների հետ եւ հրաշալի հանդիպում է սպասում։ Էներգիայով լիքը հաստատ։ Լավ օր։